Ռուս նշանավոր գրողի հոգեհանգիստը կազմակերպեցին հայերը։ Լև Տոլստոյը ոչ միայն համաշխարհային գրականության մեծ մտածողներից ու բարոյախոսներից էր, այլ նաև ապրում էր իր գրածների համաձայն, ազնիվ ու խիստ բարոյական սկզբունքներով։ Նա հրաժարվում էր շքեղությունից, գերադասում պարզ գյուղական կյանք, մոտ լինելու բնությանը եւ հասարակությանը։ Տոլստոյի արվեստի մեծության գործում մեծ է նրա երիտասարդ կողակցի Սոֆիա Անդրեևնայի դերը իր բացառիկ նվիրումով։ Նա կարողանում էր կարդալ ամուսնու սարսափելի ձեռագիրը, որից նույնիսկ բժիշկ հոգեբանները գլուխ չէին հանում։ Իսկ Սոֆիան մի քանի անգամ ծայրից ծայր արտագրել է Պատերազմ եւ խաղաղություն հսկայական վեպը։ Տոլստոյը սուր քննադատեց ռուս ուղղափառ եկեղեցին, հայտարարելով, որ այն դավաճանել է Քրիստոսի ուսմունքին եւ ոսկի է կուտակում։ Այդ պատճառով նա պաշտոնապես վտարվեց եկեղեցուց։ Նրա կյանքի ավարտը եւս դրամատիկ էր։ Նորից հոգնելով ամեն բանից, մի գիշեր 82-ամյա ծերունին լքեց տունն ու հարազատներին, թափառեց, սակայն հիվանդացավ թոքաբորբով եւ մահացավ փոքրիկ երկաթուղային կայարանում, բժիշկների հսկողության ներքո։ Քանի որ ռուս եկեղեցին հրաժարվեց հոգեհանգստից, նրա հիշատակի արարողությունը կազմակերպեց Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցին, որը առաջնահերթորեն գնահատեց նրա մարդասիրությունը, տաղանդը եւ թողած բարոյական ժառանգությունը։ Նա թաղվեց Տոլստոյներին պատկանող Յասնայա Պոլյանա կալվածքում։ Հանճարի թաղմանը մասնակցում էին հազարավոր մարդիկ։